Մեծարգո վարչապետ, սիրելի ընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ես ունեմ 1.5 տարեկան տղա, Միքայելը։ Միքայելը ծնվել է Միքայելը ծնվել է 2024 թվականի սեպտեմբերին եւ չի հասցրել երկար տարիներ ապրել դեռ, կյանքը դեռ իր առջևում է։ Սա Միքայելի կյանքի 573-րդ օրն է։ Բայց Միքայելը եւ իր հասակակիցները արդեն իսկ իրենց կյանքով ունեն շատ մեծ տարբերություն այստեղ ներկա բոլորի կյանքից։ Նրանց կյանքի օրոք Հայաստանը պատերազմ չի տեսել։ Ասեմ ավելին, Միքայելի կյանքի օրոք Հայաստանի սահմաններին հակառակորդի կրակոցից որևէ զինծառայող չի զոհվել, որովհետև վերջին անգամ առաջնագծում զոհ գրանցվել է 2024 թվականի փետրվարին։ Եվ ես ուզում եմ, որ այսպես շարունակի լինել։ Ես ուզում եմ այնպես անել, որ Միքայելն ու իր հասակակիցները իրենց կյանքի ընթացքում երբևէ պատերազմ չտեսնեն ու չմասնակցեն դրան։ Եվ ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդպես էլ լինի։ Եվ ոչ, ես չեմ պատրաստվում Միքայելին փախցնել երկրից, ես չեմ պատրաստվում արտագաղթել, ես չեմ պատրաստվում նրան դարձնել այլ երկրի քաղաքացի, ինչպես գրեթե միշտ անում են մեծ խոսացողները։ Ես պատրաստվում եմ անել ուղիղ հակառակը։ Ես պատրաստվում եմ օգտագործել այն պատմական հնարավորությունը, որ մենք ունենք այսօր, եւ վարչապետ Փաշինյանի, ձեր եւ մեր ժողովրդի հետ միասին Հայաստանն առաջնորդել դեպի 100 տարվա խաղաղություն։ Այո, հենց 100 տարվա խաղաղություն, ոչ 2 տարվա դադար, ոչ 10 տարվա հրադադար, 100 տարվա հարատև եւ անշրջելի խաղաղություն։ Ես ուզում եմ, որպեսզի Միքայելը լինի մեր տոհմի առաջին մարդը, որը իր կյանքում այդպես էլ պատերազմ չի տեսնի։ Եվ ես վստահ եմ, որ ինձնից առաջ սրա մասին երազել են նաև մեր հայրերը եւ մեր պապերը։ Այստեղ ներկա յուրաքանչյուրի հայրերը եւ պապերը, եւ մայրերի մասին էլ չեմ խոսում, երազել են, որպեսզի նրանց որդիներն ու դուստրերը պատերազմ չտեսնեն։ Բայց նրանք այս հնարավորությունը չեն ունեցել։ Նրանց փոխարեն որոշել է աշխարհը։ Հայրս նման հնարավորություն չի ունեցել, որովհետև երբ ես ծնվել եմ 1990 թվականին, ես ծնվել եմ որպես մեռնող մահամերձ կուսակցության քաղաքացի, դրա փլվող պատերի ներքո, երբ հակամարտության թափանիվը արդեն անշեղորեն իր թափը հավաքել էր եւ մեր կամքից կախված չէր, պատերազմ կլիներ թե ոչ։ Այդ որոշումը մենք չէինք կայացնում, որոշումը կայացնում էր մեռնող կուսակցությունը, պատմական դետերմինիզմը եւ մի քիչ էլ հին եւ բարի KGB-ն։ Նման հնարավորություն չեն ունեցել նաև պապս եւ նրա հայրը, որովհետեւ երկրորդ համաշխարհային սկսելուց ոչ ոք մեզ չէր հարցնելու, սկսենք թե չսկսենք։ Կայսրությունը ենթարկվեց հարձակման եւ պապս պիտի զորակոչվեր կայսրության բանակ։ Նրանից առաջ նման հնարավորություն չի ունեցել նաև նրա հայրը, որովհետեւ կրկին առաջին աշխարհամարտի որոշումը մենք չենք կայացրել։ Նրանից առաջ այդ հնարավորությունը չեն ունեցել նաև պապուս պապը եւ նրա հայրը, որովհետեւ 19-րդ դարերի պատերազմները կրկին մեզնից կախված չեն եղել։ Այն ժամանակ որոշողը մենք չենք եղել։ Սիրելի ժողովուրդ, վերջին դարերի պատմությունը եղել է մի անվերջանալի փակ շրջան, երբ կայսրությունները որոշել են պատերազմել, հետո բարիշել, հետո բաժանել, հետո տիրել։ Եվ մենք եղել ենք դրա օբյեկտները։ Մենք չենք որոշել, երբ կռվել, երբ ապրել, ինչի համար կռվել, ինչի համար ապրել, դա որոշել են կայսրությունները։ Եվ այսօր վերջապես մենք ունենք հնարավորություն ընտրելու։ Այսօր որոշումը մերն է։ Մենք ենք որոշել խաղաղության հռչակագրով վերջ դնել հակամարտությանը եւ խաղաղության դարաշրջան բացել։ Մենք ենք որոշել եւ մեր որոշման արդյունքն է, որ արդեն 2 տարուց ավելի է մեր սահմաններին զոհ չկա։ Մեր որոշման արդյունքն է, որ մենք հիմա չենք քննարկում պատերազմը կլինի 1 ամսից 2 թե 3, այլ քննարկում ենք ենթակառուցվածքային նախագծերից մեր երկիրը կստանա 1 միլիարդ, 2 միլիարդ թե 3 միլիարդ դոլարի շահ։ Եվ վերջապես մեր որոշման արդյունքն է, որ մեր քաղաքական հակառակորդները դուրս են եկել իրենց ծակուցուկերից եւ ելել են որոշիչ մարտի։ Այո, պատերազմի կուսակցությունը դուրս է եկել որոշիչ մարտի։
Նրանք սեթևեթում են։ Մեկն ասում է, սա իրական խաղաղություն չէ, մյուսն ասում է, սա ուժեղ խաղաղություն չէ, մյուսն ասում է, սա երաշխավորված խաղաղություն չէ։ Բայց եթե նրանք լինեն ազնիվ, իրենք պետք է ասեն ընդամենը մեկ բան. այս խաղաղությունը մեզ եւ մեր երաշխավորներին ձեռնտու չէ։ Ինչու ձեռնտու չէ։ Որովհետև նրանք այլևս չեն կարողանալու մեր ինքնիշխանությունը եւ արյունը վերածել գույքի, հետո այդ գույքը տալ իրենց երաշխավորներին պատկի դիմաց։ Այսքան բան։ Սիրելի ժողովուրդ, մեր սերնդին եւ մեզ այսօր Հայաստանում ապրող յուրաքանչյուրին բախտ է վիճակվել կոտրել անեծքի շղթան, կոտրել անվերջանալի հակամարտությունների փակ շրջափուլը եւ մեր երկիրը մտցնել 100 տարվա խաղաղության շրջան։ Եվ ուրեմն մենք բոլորս ընտրում ենք խաղաղությունը, մենք տեր ենք կանգնում խաղաղությանը։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Միքայելը եւ նրա հասակակիցները պատերազմ չեն տեսնելու։ Փակ նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։